ովքեր են իշխանությունում, ովքեր որ չեն գնացել, այսինքն մրցակցության մեջ հաղթում են նա, ով որ բանակ չի գնացել։ Մարդը փաստորեն գնում է բանակ 2 տարին կորցնում է բանակում, առողջությունը կորցնում է, կրթությունից հետ է մնում, հասարակական հարաբերություններում ինքը հետ է մնում։ Ես ասեմ, որ այնտեղ էլ այդ քրեա օլիգարխիկ հիմնադրվել է օլիգարխիկ համակարգը մեր բանակում, հիմնադիր ժողով է եղել այդ երկրապահ կառույցը։ Ես պաշտպանության հանձնաժողովում իմ եւ Վազգեն Սարգսյանի մեջ կոնֆլիկտ է առաջացել ու ես գնացի թռչնաբուծան, ինձ ասեցին գնա։ Ես ասեցի զորակոչ ելույթ ունեմ, համացանցում կա, զորակոչ անցկացրեք, հիվանդ քրեական կենսագրություն ունեցող մարդը առանձին, հիվանդ առանձին, նա չի կարող զենք կրել, նա չի կարող հայրենիքի պաշտպանը լինել, զորակոչ բժշկական հանձնաժողովը մանդատային հանձնաժողով պետք է անցնի, հայկական 1990 թվի մասին եմ ասում։ Ես դրանցից մեկն է, որ ինձ հանձնաժողովում բանարեցին, ասեցին միտեղ տեղավորեք, թող չխանգարի մեզ, բա եռաբլուրը բոլոր մասնագետների կարծիքով եռաբլուրում չի կարելի գերեզման չի կարելի սարքել։ Առաջարկում ենք մասնագետների հետ միասին առաջարկում ենք ու ասում ենք այդ 70 հոգին չի 7000 հոգի է լինելու, շատանալու է, Պանթեոնը պետք է հեռանկար ունենա, որտեղ մենք անդադ կռվի մեջ ենք։ Ինձ Վազգեն Սարգսյանն ասեց, ախպեր քեզ որտեղ տեղավորենք, որ դու մեզ չխանգարես։ Ինչի։ Ասում եմ, մենք ուզում ենք, որ սենց լինի։ Որոշել ենք, որ պետք է կամավորականներով ձևավորվի հայկական բանակը, բայց ասում եմ դրանք քրեականներ են։ Մարդիկ են սռոկը նոր են, դուրս նոր է եկել բանտից։ Նրա նկարագիրը, նրա խոսքը, նրա կարգը, դու դրան ո՞նց է զենք տալիս։ Ու նա դառնում է հրամանատար։ Հայկական բանակի հրամանատարները քրեականներ էին։ Ու բարքեր է ձևավորում բանակը։ Այսինքն ձևավորում է դրան հիմա չեն կարողանում հանել, որովհետև հիմա էլ նախարարը նախկին քրեական է։ Ես չգիտեմ այնտեղ մյուսները ինչ։ Այն մյուս տեղակալ են Հրաչը, որ մեր գուբեր ինչ էր քաղաքապետը, նա էլ հրավեր էր քրեական գործ, այս ինչ է կանում։ Այսինքն ես ասում եմ, բա այդ պաշտպանության հանձնաժողովը ինչի համար է։ Բա այդ ինչ է կանում, ո՞նց է թույլ տալիս, որ նախկին քրեականը, այդ երևի ինստիտուտ էլ ասում եմ Պետերբուրգում ինստիտուտ ավարտի, ինձ թվում է Աբովյան 8 հասցեում է գտնում այդ Դուք դրած հաստիկներն պետք է աշխատավարձ ստանան։ Բայց ափսոս չի մեր աշխատը, բա մեր աշխատավարձն է, բա մենք դա ենք տալիս։ Այ վարչապետի խնդիրը դա է, օրենսդրական նախաձեռնություն, որ բանակում չծառայած մարդը, այսինքն դա ես ասում եմ, որ դա միայն զոհաբերություն չի, դա նաև մրցակցության առավելություն է տալիս։ Ինքը տեղավորվում է, կրթվում է, ամուսնանում է, հարաբերություններ է ստեղծում։ Այդ մարդը չի կարող ընտրվել, չի կարող նշանակվել պետական պաշտոնի։ Այդտեղից սկսեք։ Մարդը չի կարող պետական պաշտոն զբաղեցնել, եթե ծառայություն չի կատարել, դա հատուկ ծառայություն է։ Չի կարող նա ուժայիններում աշխատանքի անցնել, ոստիկան, քննիչ, դատախազ, չի կարող լինել, որովհետև պատերազմի ժամանակ նա հրամանատար է։ Այդ գյուղապետը հրամանատար է դառնում։ Այդտեղից սկսենք, դե տեսնում եք ինչքան խնդիր կա, մեր օրակարգը ինչն է, մեր օրակարգը ոչ թե, նախ ասենք, իհարկե բարեփոխումների կարիք կա, անցնենք դրա մասին, բա իհարկե կա, ոնց կարելի է, արդեն մենք պետություն ունենք, մեր պետությունում բան լինի, հանգանակություն լինի, հոգևորականը ռոճիկ չստանա, այսինքն ռոճիկը մուրացկանության նման մի բան է, տվիր կունենա, չտվիր չի ունենա, այդ ոնց է կա, ոնց են մտածել, որ հայկական պետությունում ամենամեծ եկեղեցու հոգևորականը միայն նվիրատվություններով կարող է ապրել։ Այո, խալիֆաթում այդպես էր, խալիֆաթում հա, բա ոնց, ուրիշ ոնց կարող էր, մահմեդական շիա կամ սունի մահմեդական պետությունը չէր տալու մեր հոգևորականի ռոճիկը։ Ուրեմն մտածեք, բարեփոխումներ արեք, սոցիալական ապահովության խնդիրները լուծեք, կամ այդ կուսակրոնությունը եղել է, չէ, մեր մոտ ազատ է եղել, Գրիգոր Լուսավորիչից սկսած ազատ են եղել, չէ, բա ընտանիք չունենան, այն ժամանակ հոգևորական լինելը միակ ձևն էր այդ լիֆտ են ասում հիմա, չէ, բարձրանալու համար, ընդունակ մարդ ես, ուրեմն դու կարող ես
կարգավիճակը փոխել։ Հիմա հոգևորականն ովքեր, բանակը եւ հոգևորականը, ովքեր են դառնում հոգևորական եւ ովքեր են գնում բանակ, ով որ փող չունի, ով որ չի կարողանում բժիշկ դառնա, ով որ չի կարողանում ինժեներ դառնա, գնում հոգևորական է դառնում։ Ով որ փող չունի, գնում է բանակ, ծառայում է հայրենիքին։ Այդ ինչ է, դա ո՞ց են մտածել։ Լսում եք ո՞ց են մտածել։ Մարդը չի կարող, գիտելիքները բավարար չեն կոնսերվատորիա ընդունում, այսինքն ականջ չունի։ Կոնսերվատոր չի գնում տերտերա դառնում։ Ո՞նց եք ընդունում։ Ու երկում։ Երկ, բայ տերտեր եթե չի երկեց, այդ ուրեմն տերտեր չի։ Լավրովը հայտարարեց, որ մենք Թուրքիայի հետ ունենք հատուկ հարաբերություններ, չխանգարեք մեզ։ Մոտավորապես դա էր ասում։ Երբ մեզ չկարեկցեց։ Ես ասեմ, որպես էթնիկ հայ, նախ ինքը պետք է անընդհատ շեշտի, դա մեր համար, մեր հայրենակիցների համար Ռուսաստանում, որոնք ասիմիլյացիայի սպառնալիք ունեն, նրանց համար կարևոր է, որ կարևոր մարդը գալիս ասում է, որ գիտեք, ես հայ եմ, ես ձեզանից մեկն եմ, այ ինքը պետք է գարացեր, ես ձեզանից մեկն եմ, այ ձեր ցավը իմ ցավն է, ձեր կորուստը իմ կորուստն է, այդ Լավրով ազգանունը ես ժառանգություն եմ ստացել, ծնողներս են դրել, բայց ես հայ եմ ու ես այ հենց հիմա ապրում եմ ձեր ցավերով, ձեր հաջողություններով ես ուրախանում եմ։ Ինքը դա պետք է ասեր, դրա համար էր եկել, բայց մեզ ասեց, որ գիտեք ինչ, ես իմպերիայի ներկայացուցիչն եմ ու մենք ձեր թշնամու հետ լավ հարաբերություններ ունենք։ Ձեր թշնամին մեր բարեկամն է։ Նույնիսկ ամենախոցելի հարցում եղերնը, գենոցիդը ես չեմ հարգում, ես չեմ ուզում նրանց նեղացնել։ Այդ չափ։ Եվ բացի դրանից կա այլընտրանքը, մյուսները, մյուս հետախույզները, մյուս շահ ունեցող երկրները, եվրոպացիները կամ անդրծովյան պետությունները, Կանադան, Ամերիկան, Ուրուգվայը, ով որ գալիս է, մեզ ասում է, մենք հայ չենք, բայց սրտով ձեզ հետ ենք։ Մենք եկել են ձեզ կարեկցելու, ձեզ աջակցելու։ Ձեր անվտանգությունով մտահոգված ենք։ Այդ դա գալիս մարդիկ դա են ասում։ Այլ ընտրանք ունենք։ Ես ուզում եմ առիթից օգտվել, եթերում չհնչեց։ Ես բան եմ անում, երբեմն մտածում եմ, որ ես շատ եմ էլի ինչ որ բաների վրա խորանում, լուսանցք եմ դուրս գալիս։ Դու գիտեք, որ Հայաստանի Հանրապետության գոյության պայմանը առաջի հանրապետության, գիտեք ինչն էր, որ մենք հաղթողների հետ էինք, մենք Սարդարապատում պատերազմ սկսեցինք Անտանտայի թշնամիների հետ, մենք միացանք Անտանտային։ Դու գիտեք, որ կենտրոնական իշխանությունները իմպերիայի, դեմոկրատական Ռուսաստանը, Կերենսկու ժամանակավոր կառավարությունը պատերազմը դադարեցրել էր, չէր կարողանում կռվել։ Զինվորական հրամանատարությունը կառավարության հրամանները չէր կատարում։ Այդ յուդենիչները չէին կատարում։ Պետք է նրանք միանային Պաղեստին, հիմա Պաղեստին է կոչվում, արաբական, պետք է մտնեին Իրաք, այսօրվա Իրաքը։ Այսինքն Օսմանյան կայսրությունը ծնկի էր գալիս, հրամայված էր շարժվել ընդառաջ բրիտանական ուժերին, անգլոսաքսոններ ուժեն։ Ռուսական բանակը հրաժարվեց առաջ շարժվելուց։ Իսկ 18 թվականի մարտ ամսից մեր երկրում ասեմ, հա, այստեղ տեղակայված ռուսական զորքերին հրամայվեց հեռանալ զենքը, զինամթերքը, պահեստները, սննդամթերքի, զինամթերքի պահեստները հանձնել թուրքերին։ Հանձնել, այ ցուցակով նստել, թուրքը գալիս է, ռուս սպան նստած ասում է, այսքան արկ, 1600 յուրաքանչյուր փողի համար արկ, 1600, այդքան արկ, ամեն մի փողի, այ հաշվում են, քանի թնդանոթ կա, ու թուրքն ասում էր, ինչի է 1000, ասում էր, կրակել ենք ձեր վրա, դրա համար 1000 արկ է մնացել պահեստում, պահեստները, են որ ասում են, հայերը չպահեցին, ղարսը չպահեցին, հրաման էր տրված, հանձնել թուրքերին, հանձնել մինչև Բաքու, հանձնել թուրքերին, Հայաստանից հրաժարվել էր Ռուսաստանը, բոլշևիկյան Բրեստ-Լիտովսկի պայմանագրով, ու Սարդարապատում մենք որ կռվում ենք, այդ բանակը գալիս էր Բաքու գնալու համար,
Հանք, որտեղ մեր Անդրկովկասյան ռուսական իմպերիայի կողմից նշանակված Հայաստանով զբաղվող կառավարությունը, նամեստնիկները, նրանք հրամայել էին չկռվել թուրքերի դեմ։ Այ որ ասում ենք Արամ Մանուկյանը, որ ասում ենք հոգևորականները, որ ես ասում եմ իմ պապա Նավաստար Դանշոտը, դուք էլ ունեք, չէ՞, բոլորս մենք ասում ենք մեր պապերը կռվել են, դրանք բոլորը ապօրինի էին։ Ռուսական իմպերիան հրամայել էր չկռվել թուրքերի դեմ, որտեղ Բրեստ-Լիտովսկում Հայաստանի Հանրապետություն կոչվում Երևանսկի, Երևանի օբլաստը հանձնված էր, ու հայերը ինքնուրույն առանց ռուսական իմպերիայի կամ առանց Գերմանիայի թույլտվության միացան Անտանտային։ Մենք միացանք Անտանտային, պատերազմ Բաշապարանում ու ապարանցիների գործը չէր դա։ Մենք միացել ենք Անտանտային ու Անտանտայի դաշնակիցներ, Սևրի պայմանագիրը, այդ 6 վիլայեթը, որ միացան Հայաստանին, որ Վուդրո Վիլսոնի գծած սահմանները, որտեղ մենք հաղթող պետության պետություններից մեկն էինք։ Այսինքն այսօրվա խորհուրդը, Սարդարապետի ճակատամարտի խորհուրդը էական է, որ մենք դասալիկ Ռուսաստանից պոկվեցինք, որպես Անտանտայի առաջի համաշխարհային պատերազմի նախաձեռնողներից մեկ է իմիջայլոց։ Ռուսաստանը նախաձեռնողներից մեկն էր, շատ կարճ ասեմ, Ռուսաստանը իրավունք չուներ այդ պատերազմում պաշտպանելու Սերբիային, որտեղ Սերբիայում սպանեցին օրինական արքայազնին, օրինական Հաբսբուրգները, օրինական էին 600 տարի Ավստրիայի թագավորներ էր, ու դրանից առաջ էլ խաչակիրների բանի ժամանակ նրանք Վիեննան քանի անգամ պաշտպանել են թուրքերից, ընդհանրապես փակեցին այդ բարբարոսների հորդաների ճանապարհը ավստրիացիները, ասինքն Ավստրիան օրինական էր, նրա պահանջը Սերբիայից օրինական էր, Սերբիայի կառավարությունից ասում էին դուք եք կազմակերպել տերորը, ու Ռուսաստանը իմպերիա, Գոլշտեյն, Ռամանովները պատերազմ սկսեցին Ավստրո-Հունգարիայի դեմ, այսինքն միապետը միապետի արդարացի պահանջը չհարգեց, ու դրա համար Ռոմանովները, որ գնդակարեցին, ոչ մեկը օֆ չարեց միապետներից։ Ուրեմն տեսեք, Ռուսաստանը հանձնել էր Վրաստանը, Ադրբեջանը, Երևանի մարզը հանձնել էր Բրեստ-Լիտովսկի պայմանագրով։ Մենք ինքնուրույն, այ ինչպես այսօրվա Եվրադաշինքը, մենք ինքնուրույն, այ 60,000 մարդ հաշվի չառավ Ղազախստանի, Ղրղստանի, Էլովկանդե, Ռախմոնի երկիրը, Տաջիկստանի, նրանց կարծիքը, Բելորուսի, Լուկաշենկոյի կարծիքը հաշվի 60,000 մարդ գնացին ասեցին, մենք Անտանտայի իրավահաջորդն ենք, մենք Սարդարապետի տերն ենք, նրանց զավակներն ենք, այ շատ հետաքրքիր, դրա մասին մեր մոտ չեն խոսում։ Չեն ասում, որ հենց այնպես չէր, որ Լենինը հանդուրժեց այդ 30,000 քառակուսի կիլոմետրը, որ Աթաթուրքը հանդուրժեց, թուրքերը համաձայն էին այդ 30,000, մեզ ստիպում էին, մերոնք ասում են, չէ, մեր իշխանությունը օրինական, դուք պատկերացնում եք ինչ պարադոքսալ բան է,